Մատթեոսի ավետարանի տեսլովից վերցրած հետևում է Քրիստոսի խորհուրդներին այն քրակներին, որ նա տալիս է այս երկրավոր կյանքի չկարգելու համար, ուտելու, խմելու և հագնելու մասին միայն չմտածելու համար, միայն երկրավոր բարիքների մասին չմտածելու համար, այլ դեպի երկինք, դեպի հավիտենականություն ուղղելու համար մեր հայացքները։ Ի վերջո, մարդը ապրելով այս կյանքում պիտի մտածի իր նպատակի մասին, իր կյանքի մասին, ինչ է ուզում այս կյանքից, ինչի է նախապատրաստվում այս կյանքում, և եթե խորքային նայենք, ապա մենք կտեսնենք, որ ժամանակավորը, անցավորը միայն միջոց են հավիտենական նպատակելու համար, երկնային թագավորության մեջ, հավերժության մեջ, երաժշտության մասին։ Ուստի մարդը պիտի նախորդանի այն բաների մասին, պիտի վարվի այն կերպ, որ իրենք օգտակար լինեն երկնքում գանձեր գցելու։ Որն է կերպը։ Անշուշտ այն պատվիրանները, որ Քրիստոսն է գանձեր, սիրո պատվիրանը, ոչ միայն մերձավորների, այլ նաև թշնամիների նկատմամբ, աղոթելու, պահպանելու, ապաշխարության ընթացքում մշտապես և մեծավորի կարիքին անպայման հասնելու, կարեկցող, ողորմած լինելու, վերողամիտ լինելու։ Սրանք են, որ այնպիսի գանձեր են, որ դիսվում են երկնքում, որտեղ ոչ ողը կարող է կողանալ, չերցեցը, կամ մենք այդ բանջարում հասանքի ապականել։ Իսկ այն ամենը, ինչ որ մենք ուտակում ենք այստեղ, այն ամենը, ինչ որ մեր ուշադրությունը կենտրոնացնում է երկրի վրա, ժամանակավորի վրա, անցավորի վրա, սրանք բոլորը ենթակա են կամ գործվելու, կամ էլ փչանալու բացառած։ Եվ անշուշտ մեզ կմնա միայն այն, ինչ որ երկրում ենք ուտակել, այսինքն ինչ որ սիրո, կարեկցանքի, ողորմատության, վերողամության արտահայտությունը եղել է կյանքի։ Հիսուսի ժամանակակից մարդիկ են մեզ նման են։ Հարստության նկատմամբ, քրերջանների նկատմամբ, ողջունների նկատմամբ, հաճույքների նկատմամբ շատ այսպես տարված են։ Եվ սա այս տեսակ բառում, այս տեսակ ապրելակերպը պարզապես մտածում է մարդու միտքը, գիտակցությունը։ Եվ այդ գիտակցությունը փոխանակ մտածի ուրիշների մասին նույնպես, ոչ միայն իր մասին, ոչ միայն անձնասեր լինի, անձնապաշտ լինի, այդ կարեկցանքի ուղին կարծես պատմում է դրանք։ Այդ պատճառով Հիսուսը մեզ զգուշացնում է, որ այդ երկրավոր ապագանացու գանձերի մասին մենք հաղորդում ունենանք եւ պատվիրում մտածենք միայն այնպիսի գանձեր, որոնց հավիտենական, որոնք արժեք ունեն երկրում, այսինքն մեզ երկինք գնալու համար ճանապարհ են բացում։ Սիրելով հարստությունը, վերջանքի իրերը, ընդհանրապես ամեն երկրավորը և կապվելով դրանց ամբողջ սրտով, մարդը պարզապես մտածում է իր միտքը, չի մտածում անապական գանձեր կուտակելու մասին, երկնավոր թագավորության դռները իր առջև բացելու մասին։ Նրա գանձերը, նրա երկրպագության առարկաները, այսինքն բուրգերը այս երկրի վրա է։ Նրա սիրտը ստրկացած վիճակում է լինում և նա չի տեսնում, չի զգում երկնավորը, չի զգում, որ իր սիրտը տարածել է, որ աչքերը կուրացել են և իր միտքը մտագնաց վիճակում է։ Հիսուսը այս ամենը բացատրում է իր փոքրիկ նախադասությամբ, մարմնի ճրագը աչքն է։ Եթե քո աչքը պարզ է, քո ամբողջ մարմինը լուսավոր է։ Այո, մարդկանց միտքը Քրիստոսի գալստյան ժամանակ մտագնված է։ Հիշում եք, հոմեական կայսրության մեջ ինչ էր եղել։ Նրանք միայն հաց էին ուզում, այսինքն ուտելիք էին ուզում և ներկայացում, այսինքն տարբեր տեսակի հատուկներով ոչ մի բան։ Քրիստոսի երկիր գալով մարդու միտքը բացվեց, Քրիստոսի ուսմունքով, ավետարանի ուսմունքով մարդու միտքը, մարդու մտածողությունը, տրամաբանությունը բացվեց և այն խավարը, որ գիրում էր մարդկանց մտքերին, այդ մշուշը փարատվեց, ցրվեց։ Պայծառացան մարդկանց մտքերը և լուսավորվեց այն ճանապարհը, որ տանում է բոլորի հարստությունը, բոլորի երկրի հավիտենականության։ Սակայն եթե ինչ-որ մեկը այնքան խավարեցնի, այնքան մտագնեցնի իր միտքը հարստության, ջոխության, ամեն երկրավոր զվարճությունների առումով, որ այլևս չտեսնի իրեն ցույց տված այդ ուղին դեպի երկինք տանող, որով բոլորը պիտի գնան, որ բոլորի համար է նախապատրաստված, այդպիսին կնմանվի պարզապես ունի տեսողությունը գործած նյութական լույսով մենք ընկալում ենք այս երկրավոր երևույթները, իսկ մտքի լույսով մենք ընկալում ենք երկնավորները, այն ինչ որ ավետարանի լույսն է մեր առջև բացում։ Եթե տեսողությունը գործած մարդու համար ամեն բան ընկնում է խավարի մեջ և նա չի տեսնում
անգամ իր մարմինը, այդպես էլ եթե միտքն է մտածում, մարդու համար Քրիստոսի աղետարանի ծածկված է։ Այսինքն այդպիսի մարդիկ մեր շրջապատում են շատ կան, հարազատների մեջ շատ կան, որոնք չեն էլ ուզում բացել այդ լույսը, չեն էլ ուզում, որ բացվի այդ լույսը եւ իրենք գալեն այն, ինչ որ մեզ մոտեցնում է հարգանքականությանը։ Այս խավարը, այս բարոյական խավարը շատ ավելի դժվար է տանել, քան թե նյութական խավարը։ Ասեմ ձեզ, որ քույրերի շատ-շատերը մի փոքրիկ փայտիկի օգնությամբ այնպես են առաջնորդվում, որ նույնիսկ շատ-շատերը կարող այդ ճանապարհը այդպես մանգիր չիմանան։ Եվ Քրիստոսը, որ պատմում է գանձեր դիզել միայն ողու համար, միայն հավիտենական կյանքի համար, հավիտենական կյանքը շարունակելու համար, նաև շոշափում է ժամանակի, ժամանակակիցների ուզող հետևյալ հարցը։ Չի կարելի արդյոք փրկել իր ոգին, այսինքն հասնել հավիտենական կյանքի, չթողնելով իր կապվածությունը հարստությանը, դերջանքի, ամեն տեսակի երկրավոր զբաղվածությունների։ Այսինքն չի կարելի ապրել այնպես, որ եւ բարի գործեր կատարել, եւ պատվիրանները կատարել, եւ նաեւ սիրել աշխարհը, աշխարհին կապված անել։ Մի խոսքով երկու տիրոջ ծառայել։ Քրիստոսը հստակ պատասխանում է, որ ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել, այսինքն ոչ ոք չի կարող միաժամանակ ծառայել եւ ասենք երկրավոր առումով մի տիրոջ մի հրամանատարել եւ մյուս տիրոջը ճիշտ այդպես ոգևոր առումով է չի կարող մարդը ծառայել Քրիստոսին եւ ծառայել հարստությանը ծառայել երկրավոր այդ բռնավորին, որը մարդու եւ ռուկապանների մեջ առնում այլևս նա ինչ որ առումով չի կարող մնալ Աստծո օգնականությամբ։ Սիրելիներ, մարդկանց սովորական կենցաղում այո այդպես է, երկու տիրոջ չեն կարող ծառայել, հոգևորն է նույնպես այդպես է, միաժամանակ չեն կարող նվիրվել եւ Աստծուն եւ հարստությանը, որ մամոնա է կոչում այդպես է։ Սիրտը չի կարող կիսել, մենք էլ չենք կարող ծառայել եւ Աստծուն եւ հարստությանը։ Հենց որ սկսենք եռանդակին երկրավոր գանձեր կուրատուկարով, իսկ այդպիսի մարդիկ մեր շրջապատում շատ են, այդ սպատումը պարզապես կգրավի մեր ամբողջ ուշադրությունը։ Երբ որ ասենք օրինակ թե Կիրակի օրը 2 ժամ կարող են հատկացնել պատարագին, ոչ, այդպիսի մարդիկ ժամանակ չունեն։ Կիրակի պետք է աշխատեն, ուտակեն ավելին եւ ելի ավելին, որովհետեւ իր ընկերը կամ իր ծանոթը կամ իր մրցակիցը ավելի ունի նրան պետք է անվանում հասնել։ Այդ պատճառով այդպիսի մարդկանց համար Աստծո պատվիրանները, այսինքն մյուս ճանապարհը, ամբողջությամբ անտարբերության մատնում եւ այս մարդը չի պատրաստվում, այս երկրավոր ժամանակավոր կյանքում չի պատրաստվում երկրավոր կատարության համար։ Քրիստոսը, ինչպես սկզբում ասացի, ասում է ձեզ, դրա համար ասում է, ձեր կյանքի համար հոգնի, այսինքն ինչ պիտի ինչ պիտի հարցնեք, ինչ պիտի խմեք եւ այլն։ Հոգնի արեք, դա նշանակում է մի տվեք ավելորդ, անհանգիստ, տանջալից հոգսերի, ուտելուց ունելու հագնելու հարցերում, այնպիսի հոգսերի, որոնք կլանում են ձեր ամբողջ ժամանակ ուշադրություն, երջվում են ձեզ ողջունությանը վերաբերող հոգսերից։ Եթե Աստված կերակրում է երկնքի թռչուններին, ասենք հազարներին, որոնք ասում են, որ ցանում են, ոչ հնձում են, ոչ տևարաններում են, որտեղ կտակեն, քեզ ասում են անհավատ, քերահավատ, չի կերակրի, կամ ասենք դաշտի շուշանները տեսեք, ասենք ինչքան շքեր են հագնված, Սողոմոնն անգամ հարցի մեջ ասում է, նրանց մեկի նման չհարտնվեց։ Եթե շուշան որ ասում է այսօր կավաղի հնոց կրկի չեք չորանա։ Եթե այդպես է հարկվում, միթե դուք կարող եք այդ կարիքները կոչվող Աստված ոգի սիրում է։ Անշուշտ սա Աստծո նախանձության մասին է, որ շատ հաճախ մենք մոռանում ենք։ Մենք մոռանում ենք, որ եթե ինչ-որ մի դժվարություն, ինչ-որ մի նեղություն Աստված թույլ է տվել, որ մեր կյանքում հանկարծ, այսպես հանդարտակի հայտնվի, ինքը նաև ուզում ունի, հաստատես մենք պիտի հարկ տանք իրեն այդ ամեն ինչի համար եւ բնականաբար Աստված կտա այն ինչ որ մեզ անհրաժեշտ է։ Տեսեք, հոգնի արեք այս նախադասությունը առաջին դարերի քրիստոնյաների շատերի մեջ տարբեր շփոթություններ առաջացել եւ այն ժամանակ էլ աղալներ կային, որոնք այդ հոգնի արեքը դասում էին այսպես, պետք չի աշխատել ընդհանրապես ոչ մի բան պետք չի անել, որտեղ Աստված ամեն բան կհոգա։ Սակայն այդ դատարկապողությունը, այդ անգործությունը բնականաբար Տիրոջ կողմից ցուցանված չէ։ Երբ Աստված առաջին մարդկանց դրախտում տեղավորեց, նրանց պատվիրեց մշտակել ու պահպանել դրախտ, այսինքն աշխատել։ Եվ այս պատվիրանը
Երբ որ նրանք մեղանչեցին, կրկնվեց մի փոքր ուրիշ ձևով, ասած որ երեսի քրտինքով դուրս հասավ։ Եվ որոշ աստվածաբաններ այսպես են ասում, որ դրախտում 3 պատվիրաններ կրված մարդուն։ Սիրիր քո Տեր Աստծուն, սիրիր քո մերձավորին եւ աշխատիր։ Եվ եթե մենք ուշադիր նայենք, այս 3 պատվիրանները իսկապես մեզ կարող են ուղղության այլ։ Եվ սիրելիներ, ինքը Քրիստոսն էր մինչև խաղաղության հասնելը դյուսն է։ Դյուսնի որդի չէ, Ովսեփի որդի եւ դյուսն է։ Եվ աշխատում է ինքներս աշխատում։ Առաքյալ իր աշակերտներին, երբ որ նա ուղարկում է խաղաղության, ասում է մշակն արժանի է իր երաշխից։ Այսինքն դու մտածեք, ձեզ հետ ոչ մի բան վերցրեք, այն ինչ որ ձեզ պետք է, ձեր աշխատանքի արդյունք որպես անպայման կվերադարձվի։ Իսկ երբ Յոհաննեսի 2 աշակերտներին ուղարկում, դարձյալ նման պիտի մի բան ասում, մշակն արժանի է իր բացի։ Այսինքն հոգևոր ծառայողները սպասավորներ նույնպես չպիտի մտածել, թե ինչ պիտի ունեն։ Ոսկրս, թե այսօր ծառայող հոգևորականների վերաբերում թե վաղվա մեր սպասավորներին։ Չնայած շրջահայացություն և հոգատարություն պետք է, արգելված չէ։ Ինքը Քրիստոս իր աշակերտների հետ գանձանակետ պահում անհրաժեշտ դնումների համար և հացի բազմացման հրաշքից հետո հրամայում է հավաքել ակնասողները, անշուշտ որպեսզի հաջորդ օրը կերակրվեն այն։ Պողոս առաքյալը ինքը վրանագործ է, իր աշխատանքով, իր քրտինքով է իր ողսերը օգնում, ոչ մեկին նեղություն, ոչ մեկին ողս չէ դնում։ Եվ ինքն էլ Թեսաղոնիկեցիներին ուղղված նամակի մեջ տեսնելով, որ նրանք էլ այդ համայնքն էլ սխալ ընկալում ունի այդ Աստծո նախաձեռնության նկատմամբ, ասում է ով չի ուզում աշխատել, ով բացել։ Այսինքն աշխատանքը պարտադիր է թե Քրիստոսի կողմից, թե ինչ այլ ինչ կատարում է արդեն ասված էր այդ ամեն ինչի մասին, մենք պիտի անպայման կատարենք։ Ասելով օգնյալ է, Քրիստոսը չի պարտադրում մեզ երկնքի թռչունների նման չբարել, չցանել, չդիմադրել, չմնալ եւ այլն, կամ չլսել, ասենք, մեզ կհարցվի ինքը, ոչ։ Նա միայն զուշացնում է, որ դեմում ունելու ակնելու հոսերը մեզ չպիտի հասցնեն ողու այնպիսի տագնապալի վիճակի, որ մոտ է անհոգության, մոտ է վհատության, ասում է մի վհատեք բացապես, մի հուսահատվեք, եւ մի ասեք ինչ պիտի ուտենք կամ ինչ պիտի խմենք, ինչ պիտի ագնենք, սա ինչպես հայտնի է հետամոսների մտահոգությունն է։ Նախ խնդրեցեք Աստծո արժանությունը եւ նրա արդարությունը, այդ բոլորը Աստված ձեզ ապրում կտա։ Իրականում պիտի աշխատենք, մշակը աշխատավորը արժանի է իր արգելին, իր վարձին, իր կերակրին անպայման։ Իմացեք, որ պարգև աշխատանքի դիմաց Աստված է տալիս եւ նաեւ ինքները ինչքան էլ ողս անեք առանց Աստծո օգնության, ոչ մի բանի չեք հասնում։ Տեսեք ինչ ասում Ավետարանը։ Ձեզից ով կարող է ողս անելով իր հասակի վրա մեկ կամ դու ավելացնել։ Այսինքն պիտի աշխատեք, սակայն արդյունքը, սակայն ձեր վաստակի դիմաց այն պարգևը, որ պիտի ստանաք Աստծուն է։ Ինքը գիտի թե ինչքան պետք է վճարի։ Երանելի Օգոստինոսը ենթադրում է, որ Տերը այստեղ հասակ ասելով հասկանում է տարիքը, ասում է ով կարող է ողս անելով առանց Աստծո օգնության ապրել թեկուզ 1 ժամ ավել։ Բնականաբար ոչ մեկս։ Այսուհետև հոգնի արեք ապա օրվա մասին, օրվա հոգսը բավե օրվա համար, ասում է Մատթեոս Ավետարանի մեջ։ Բնակվում հունարենում այս հոգս բառը ավելի չարչարանք է թարգմանված, այսինքն չարչարանք է իսկ ոսկեբերանը բացատրում է դա հետևյալներ, ասում է, քեզ համար բավարար չէ երեսիդ քրտինքով ուտել հացը, ինչու ես քեզ ենթարկում մեկ այլ չարչարանքի, ինչու ես ձգտում այս ներկա օրը երկարաձգել ու ավելի նեղել ինքդ քեզ, քան նախատեսված է նրանում նեղությունները, ինչու ես նրա վրա դնում նաև հաջորդ օրվա հաջորդ օրը ինքը իր ոսկը կողքա։ Իսկ երանելի Օգոստինոսը այսպես է բացատրում Աստծուն ապավինելու, նրա նախաձեռնությամբ իսկապես վստահ լինելու այդ ոլորտը։ Ով է իրականում ապրում այն կանոնների ոգով, որ կարծել է քրտիչը։ Նա, ով հավատում է, որ տկարության կամ այլ պատճառով, որ իրեն խանգարում է աշխատել, ինքը չաշխատելով հանդերձ պիտի կերակրվի, ինչպես կերակրվում են թռչունները, կհագցվի, ինչպես հագցվում են շուշանները։ Նա, ով առողջ լինելով ուժեղ եւ բարենպաստ պայմաններում հիշում է, որ այս ամենը իրականում Աստծո տրված միջոցներն են, որպեսզի մենք մեր մարմնի համար անհրաժեշտ իրերը ձեռք բերենք։
Իսկ աշխատելով նա չի մտածում, որ կա Աստծուց բացի մեկ այլ ճշմարիտ պարգևիչ, կերակրի ու հարուցվի։ Նա, ով հիշում է, որ դատապարտվում է միայն մտահոգվելը, մտատանջվելը եւ ոչ թե աշխատանքը, քանի որ աշխատանքը սահմանված է Աստծո կողմից։ Եկեք հաղորդենք սիրելիներ, որտերը անուն հավատ տա իր ողորմածությամբ, իր սիրով, իր գթասրտությամբ եւ հարաբեր նախատունության հանդեպ եւ մեր սրտերն ու մտքերն ու երկրներ ընտրելու իր թագավորությունը եւ իր ապաշխարությունը այսօր եւ հավիտյանս